Սիրելի հետևողներ, բարի լույս բոլորին։ Դուրս եկա պատշգամբ, տեսնելու թե ոնց է եղանակը, ցրտել եմ։ Երևի ողջ գիշերը լանձրև ա եկել ու հիմա էլ լանձրև ա գալիս, մռայլվել են։ Ահա այն հեռավոր Սարի գագաթը ձյունով է պատվել, ձյուն է։ Խոսքով, այ հիմա իսկական ձմեռ է, ձմեռ էլ չէ, կարելի ասել աշուն, որովհետև եղանակն այս վերջի տարիներին կտրուկ փոխվել է, ավելի կլիման տաք է դարձել, բայց ձմեռը իրենը ասում է արդեն, եթե մի քիչ էլ ցրտեր, ձյուն կլիներ, ինձ սիրուն Եղևնի է, ես էլ անցնեմ ներս, իմ կոֆեն դնեմ, կոֆես խմեմ առավոտ շուտ, այսօր կիրակի է, ես տանն եմ ու իմ գործերով հանգստյան օրն է, դե ինչ, ձեզ էլ լավ օր, չնեղվեք, չտխրեք, եղանակը պետք է այսպես էլ լինի, որովհետև անձրևը ջուրը բնությանը հարկավոր է, առանց ջրի կյանք չկա, թե բուսականության դեպքում, թե մարդկանց դեպքում, ջուրը կյանքի աղբյուր է, առանց ջրի ոչինչ չի լինում, քանի որ սկսեցի ջրից ու բուսականությունից, այստեղ իմ բուսականությունը ես ցույց տամ, տեսեք դեկաբրիստս, ինչ լավ, իրանք չվնասեմ կոկոնները, լավն է, չէ, այս ծաղիկն էլ ես վերջում եմ տնկել, ամանը փոքր է, բայց դե լավ է կպելը, իսկ սա հրաշք, ցիկլամենները, հատուկ բացել եմ, որ ձեզ ցույց տամ այս ծոխերը, ջրելու կարիք ունի, ես ներսը այսպես սենյակային ջրով եմ ջրում, շշի մեջ ջուրը լցրել եմ, զգույշ նազո, սոխերս էլ, տեսեք, ծլել են, աճել են, ջրենք, փոքրիկներ էլի ունեմ, կարելի անել, են որ պետք է գալի տունը մի երկու հատ գոնե լինի, ինչ որ մի աղցանի մի բանի մեջ գցես, դա իսկականն է, դրանց էլ ջրեմ, առավոտ շուտ տեսեք ինչով սկսեցի, լավ գործ է, իհարկե, ես կոֆես թողել եմ, կոֆե չեմ խմում, այս վերջերս, որ ասեմ այնքան շատ չեմ խմում, չեք հավատա, իմ այդ լավ կոֆեն էլ վերջացել է, նույնիսկ այստեղից էլ մի քիչ լավ ջրենք, թող տաք լինի, ինքը աճի, բայց հրաշքը սրանց է ջրեմ ու ջուրս կբերեմ, նորից կդնեմ, սենյակային ջուր լինի, առավոտ շուտ բելե կոֆե ենք խմում, սովորական կոֆե ուզեցի պատրաստեմ, բայց կոֆեն վերջացել եմ, օրը բացվի, բարին էլ հետը կգնամ կառնեմ, չգիտեմ այսօր այդ կոֆեի տեղը բաց կլինի, թե չէ, կիրակի է, բայց դե մենք կոֆե չունենք, կիրակի է, երբ որ գնում եմ աշխատանքի, ասում եմ, ոյ մի քիչ էլ քնեմ, 5 րոպե էլ քնեմ, նոր կգնամ, ու այս մեկը շատ հիշեմ, այս մեկը շատ ձգտում եմ, որ ես շուտ արթնանամ, հիմա ես իմ այդ վիճակից նեղվում եմ, ու ամբողջ օր այդպես կշարունակվի, լավ չի, ոյ, մի լավ անձրև եկավ, երեկվա թխած բիսկվիտն է, լավ է, նեցին Լիլիթը, որ մի քանի կտոր կերավ, բիսկվիտով խմենք մեր կոֆեն,
Դուք էլ կոֆե դրեք, եկեք միացեք ինձ, Աշոտը չգիտեմ ստեղ կխմի թե չէ, բարի լույս, կոֆետ վերց, արի, նատեղա, գլխարկը թեսը, կոֆեի հետ կվիտել դնեմ, հա? Ես սարքեցի սուջուխը ու ասեցի, չէ, որ մինչև ամանոր չի մնա, սրանք էլ էտ կլորեկներն են, էլի փայլուն, սիրուն, լավ ստացվել են, տեսնեմ ժամանակ ունենամ, շարեմ նորից կանեմ, Աշոտս թող կանի, աշխատավայրում կոֆե որ խմեն, հետը կուտեն, կտրեցի, որ հարմար լինի, գնումներն ես նայում կողքից տեսնես ինչ ենք առել, գնումներ, կծու պղպեղ, գնումներ եմ կատարել, կծու պղպեղ, Աշոտի համար, այստեղ բազուկ է, կաղամբ է, գազարել կա, չէ, բորշ պետք է սարքեմ, այսօր բորշ ենք ուզում ուտել, հա, դիր, այստեղ լամպ, ձու, լամպից 2 հատ եմ առել, ենքան արագապչանում, կտրոնը, պարտադիր, տես նկարվում ալիլ, այստեղ ես առել եմ հա, լիլիթին գրիչ, մրիչ, մազի ռեզին, տար, մատիտ գծագրական է տեր, չէ, դուրնա գնա բացի, գրեչկա, մանդարին, այ մեր սիրած կոֆեից, ես եմ կան, չէ, որ կոֆե խմենք, ջերմուկ եմ առել, արի ամալյա, գնումներս եմ ցույց տալի, պանիր, ենքան համով այս պանիրը, հը? Հա, համով ալեսի, նրպերշիկ, թթվասեր, հավի, թև, ուս, կներև, ուս եմ և կոֆե, հավաքում ենք և ամալյայիս հետ կոֆե խմում, այս կոֆեն ընտիրա, 2 օրեր կոֆե չունեինք, հը? Սուջուխը տարիր ամալ, կանիս, իմ բաղադրատոմսով կանես, բայց իմ բաղադրատոմսով արա, ինչ է ժամանակ չունե, թող հելը տանենք, դնենք, մի հատ կոֆե խմենք, վայ, ջարդեսի, ինչ են ժամանակ ջարդեիր, են ժամանակ ինչի չկոտրեցիր, ասա ժամանակ կար, եսը գնացի են գոլոշու գործիքից էի զակաս տվե, ջուրը չռում էր, որ նասատկան միացրին, այդ բանի մոտից ջուրը թապվում էր, չեղավ, հասմա տենց ելնում է, հա, վազվրատ արեց, չէ, չրերը Աշոտը մանրից ուտում է, դուրը, այս տարի դուրը շատ է եկե, ես էլ ունեմ, բայց դե դրել եմ ենի հասնի ուտենք, ես ահագին ունեմ, հա, ես էլ եմ արի, ասում եթամ, ով չի, ես էլ ասեմ բիսկվիտով կխմենք թխ, չկա, նետու, գիտես ինչով էի սարքել, գազարով, մենց համով էր, գազար պոպով, էդ մի կտորն են թողել, լավ հլը ամփորձի, հլը փորձի տես իշքան համով է, նենց համով էր, որ պատկասրու Աշոտն է կերը, նստի, ինդ է չեմ նկարում, ամալ նստի, ընդ է նստի, էլ մոտիկ, մոր մի լավ բան էպի, հայտ է որդներս ասպն թո ամալյան մի որ լավ բան էպի նկարի, լավ բանը վան, մի հատ լավ վայքի ավանդական ճաշ, չկե, վայքի ավանդական ճաշը կաշը, մի բան վերնի, իշկը, քյալագյոշ, չես սիրում,
Ախսի տոլմա։ Այդի, մոլ եկ կեփես բան։ Թթքալամ։ Մենք մեր կոֆեն խմեցինք, լավ էլ զրուցեցինք ու հիմա անցա իմ գործին։ Որոշել եմ բորշ պատրաստեմ։ Բաղադրիչները, կարևոր բաղադրիչները, ես արդեն չնայած բոլոր բաղադրիչներն էլ կարևոր են։ Մի բանը որ պակաս է լինում, այն չի լինում։ Կտրատել եմ սոխը, յուղը լցրել եմ, այնտեղ գազար, բազուկ, մեծ կտոր բազուկն էլ թողել եմ, որ քերիչով անցկացնեմ ու լցնեմ կաղամբը։ Գնացինք պատրաստելու։ Այստեղ ահա կարմիր պղպեղ, տոմատ։ Ահա, սոխը տապակվեց, ավելացնում եմ գազարը եւ բազուկը։ Կլինի հետևորդներին բարև տամ։ Ինչ անես։ Բարև տամ, այդքան բան խանյակին ապահովից։ Հետո պարտադիր է սա։ Կարմիր պղպեղ, շատեր կեսը հետ տարա ու տոմատ։ Մի փոքր ջուր, շատ քիչ։ Արդեն ջուրը եռացել է նախապես։ Դափն ու տերև։ Հողամասի սև պղպեղներից եւ կլցնեմ կաղամբը։ Սա էլ կաղամբը, սա կտապակվի ինքը արդեն ինչ կլինի, կքչանա։ Անցնեմ կարտոֆիլ մաք։ Եվ թթու շլոր, պարտադիր, բորշը պետք է մի քիչ թթվաշ լինի։ Աղ լցնեմ, մի թեթև 2 թեյի գթալ ու արդեն եռացրած ջուրը, տաք ջուրը։ Պարտադիր բորշին ցիտրոն եմ լցնում։ Արդեն համարյա էփվել է եւ վերջում ես կարմիր սենց մանրացած բազուկ եմ լցնում, որ ավելի գույնը կարմիր լինի։ Ճիշտ է, իր մեջ լցրել եմ շատ, բայց տապակվելիս իր կարմրությունը կորցնում է, իսկ վերջում մի հատ լավ կարմիր տեսք է տալի բորշին ու ասեմ, որ էլ ավելի կկարմրի։ Ինչ եմ հանում սառնարանից, դադամ, տեսեք է, մի ամիս է մնացել է վերջին, ահա, վերջին կանաչիները հողամասի, են վերջին կանաչիները, ոնց է մնացել, մի ամիս կլինի, թե չէ հիմա գնացել, բերել էի, ողջ ձմեռը ես իմ կանաչին կունենայ, պետրուշկա է սա, էլի հողամասի պետրուշկաներն է, դե բորշին պետք է պետրուշկա ավելացնել կամ սամիտ, հիմա ես պետրուշկան եմ լցնեմ և մի հատ էլ այս պղպեղ վերջում։ Եվ բորշը պատրաստ է, սիրելի հետևորդներ, անջատում եմ, ահա սա էլ իմ այսօրվա պատրաստած բորշը։
Կարծում եմ հավանեցիք, հավանողները կլայքեն, քննադատողներն էլ անպայման կգրեն։ Ինչ է անում այս աղջիկը, նազում։ Ինչ եմ ուզում մանրացնել, բլենդերել։ Եվ բրինձ։ Ես բրինձ եմ բլենդերում ու ասեմ, որ երևի ձեզանից շատերը երևի գիտեն, կիմանան, ձեզանից շատերը կիմանան, որ բրինձը շատ օգտակար է դեմքի համար։ Դիմակ եմ պատրաստելու եւ ինձ հարկավոր է աղացած բրինձ, փոշի։ Ես միշտ օգտագործում եմ այս դիմակը ու շատ հաճախ ինձ հարցնում է քո տարիքից երիտասարդ ես երևում։ Ես սիրում եմ դիմակներ, այն էլ բնական դիմակներ, որ իմ ձեռքով պատրաստեմ։ Ասեմ, որ յուրահատուկ դիմակ է, բազմիցս սարքել եմ, առաջին իսկ օգտագործումից դուք կզգաք տարբերությունը ձեր դեմքի։ Սա հիմա աղամ ուշ երեկոյան քնելուց առաջ եմ միշտ դնում։ Ահա, փոշի։ Մեզ հարկավոր է բրինձե փոշի։ Բրինձի ալյուրա։ Բրինձի ալյուրա լինում։ Սա շատ օգտակար դիմակ է։ Լվանանք սրանք։ Դիմակ պատրաստելիս ես օգտագործելու եմ թեթև թեյի գթալով։ Այսքան։ Հիմա պետք չի, հարկավոր չի շուտ սարքեմ, քնելուց առաջ եմ սարքելու, կդնեմ ու ձեզ անպայման ցույց կտամ։ Այսքան։ Ինքը էփում է ու շատանում է։ Ասեմ, որ բրինձե ալյուր, այս փոշին, այսպես աղացել են փոքրիկներին ճաշ են պատրաստել։ Ու ինչ էլ ուժեղացավ անձրևը։ Ուժեղացավ, մի հատ դուրս գանք պատշգամբ, տեսնենք։ Լավ ուժեղ է, դուրս գանք պատշգամբ։ Ահա, բոլոր տեղերում է, ամբողջ Հայաստանով այսպիսի եղանակ է։ Հիմա պատկերացրեք, մեզ մոտ էլ գյուղերում են, սարերին մոտ գյուղերում, հիմա լեռնային շրջաններում հաստատ ձուն է։ Վայ, այս ինչ վիդեո ես դրել Լիլիթ։ Շորտեր էին այլ։ Հա։ Դու ասում ես, «Վայ, ինչ պետք է ուտեմ»։ Հա։ Սերինեի ծնունդներ, չէ՞ տոր։ Չկա, ինչ էիր մանգալի, բակի, ինչ էիր մանգալի, բիսկվիտ է, համով էր ճիշտն ասա։ Վա, դադամ, վերջացավ։ Բորշ լցնեմ։ Բորշը ջոկան, բայց ջուրի կլցրու տենց։ Բիբար եմ գցե, որ համը տա։ Շո, չէ, մի քիչ լցրու այնտեղ։ Հետո հետ եսեք է, ուզել ես չեմ տալու, Լիլիթ։ Ան, գիտեմ քո բնավորությունը, կեթա կգակ ուզի։ Գիշերվա կեթ։ Ոյ, լավ էլի։ Հա։ Ինչի՞։ Բահո, դե ասա դեմքներս ցեխ անենք նստենք, ուրեմ սիրելի հետևորդներ, Աշոտն էլ բանից անտեղյակ, նորից պանիր առել, էլի կծու բիբար, որ ես վերջ չես սկսել շատ ուտել, ու յոգուրտ, ես էլ դե նկուղից մարինատ եմ բերել, էլի լոլիկ, այստեղ էլի լոլիկի պահածո սալատ ենք ասում, բերեցի իչար նկուղ կարտոֆիլ բերեցի, Աշոտի համար ժարիք պատրաստեմ, բորշը չի կշտացնում, իհարկե այդպես է, միշտ էլ բորշը
Պետք է լավ կուշտ ուտես նոր բորշ։ Աշոտ, ներփերշիկ լցնեմ կարտոֆիլի հետ։ Մենակ կարտոֆիլ, մեր լեզվով ասած սայա կարտոֆիլ, դե թող լինի, մենք էլ սեղանը դնենք։ Ետ ինչ է։ Հա? Տեսել է։ Հա, տեսել եմ, անոնսա։ Հլը տես չի կծե ընդհանուրը YouTube-ով Ստեփանը։ Իտ կաժարի տարին ու ամբողջը բուսայով եղավ ձետ։ Ոնց։ Ձեթոտ։ Մի հատ տեսնես լավ է, Աշոտ կարմրելը, ոնց ինձ թվում է լավ է։ Շատ պետք չի։ Հա, բերվան, չորդ է։ Սենց լավ է, չէ։ Անջատեմ ու բերեմ։ Ես էլ Աշոտի պատվերը պատվիրեց, ես էլ չմերժեցի, ընդունում ենք պատվերներ։ Ինչը։ Ինչ ես բերում։ Պատվեր։ Օրինակ։ Հաց։ Հաց։